Առավոտյան օրենսդիր մարմնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մանիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները սկսեցին հանդիպումները խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպումով։ Կողմերը քննարկեցին վերջին շրջանում խորհրդարանի կողմից ընդունված օրենքներ եւ մեծամասնության կողմից 3 ընդդիմադիր կուսակցությունների իրավունքները կասեցնելու հայց ներկայացնելու հարցը։ Նաեւ անդրադարձան Եվրոպայի խորհրդի եւ Վրաստանի իրականացվելիք ծրագրերին Եվրամիության անդամակցելու ճանապարհին։ Շալվա Պապուաշվիլին հայտարարեց, որ աշխատանքները կշարունակվեն ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Խորհրդարանի նախագահից հետո պատվիրակությունը փակ դռների հետևում հանդիպեց հանուն Վրաստանի խմբակցության անդամների հետ։ Կախարյայի թիմը խոսեց բոյկոտը դադարեցնելու եւ խորհրդարան մտնելու պատճառների եւ Վրաստանի քաղաքական իրավիճակի, այդ թվում հոկտեմբերի 4 իրադարձությունների մասին։ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մանիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները հարցեր ուղղեցին Եվրոպական սոցիալիստների քաղաքական խմբին, հիմնականում վերջերս ընդունված օրենքների, այդ թվում Փարա օրենքի վերաբերյալ։ Քննադատություն եւ փոխադարձ մեղադրանքներ լիագումար նիստում։ Քաղաքական հայտարարությունների ձևաչափով կայացած հանդիպմանը հակաճառեցին վրացական երազանքի եւ հանուն Վրաստանի կուսակցության անդամները։ Պատճառը ազգային շարժման եւ դրա հետ կապված անձանց մասին արված հայտարարություններն էին։ Քաղաքական բանավեճերի ընթացքում քննարկման առարկան էր Եվրահանձնաժողովի քննադատական եզրակացությունը եւ երկրում առկա սոցիալական խնդիրները։ Խոշոր գումարների խարդախությամբ յուրացման փաստ Սփերո հոլդինգի հիմնադիր Գիվի Ցուլեյսկիրին ձերբակալվել է, իսկ Սփերո Ինվեստի տնօրենի դեմ քրեական հետապնդում է սկսվել։ Քաղաքացիներին պատճառած վնասը կազմում է 12 միլիոն լարի։ Զուգընթաց այս ամենի հանրահավաք է անցկացվել Սփերո հոլդինգի տուժողների կողմից։ Դատարանը այսօր կլսի Սամտրեդիա Գրիգոլեթի մայրուղու վրա փլուզված կամրջի գործով 5 անձանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Ձերբակալվել է ճանապարհային դեպարտամենտի նախկին տեղակալը Լևան Կուպաթաշվիլին։ Նրա հետ միասին քրեական հետապնդում է սկսվել 4 անձի նկատմամբ։ Հետաքննությունը ձերբակալվածների մեղադրում է պաշտոնական լիազորությունների չարաշահման, կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու, խոշոր չափի միջոցների խարդախությամբ յուրացման մեջ։ Նշենք, որ Սամտրեդիա Գրիգոլեթի մայրուղու վրա կառուցված 800 մետրանոց կամրջի էստակադան փլուզվել է շինարարության ավարտից կարճ ժամանակ անց։ Ապամոնտաժման եւ լրացուցիչ վերականգնողական աշխատանքների արդյունքում պետությունը հատկացրել է 16 միլիոն լարի։ Բռնության մեղադրանքով ձերբակալվել է 3 անձ՝ Խվարելի Սակրեբուլոյի նախագահ Գիվի Զաուտաշվիլին, նրա եղբայրը Նիկա Զաուտաշվիլին եւ Խվարելիի փոխքաղաքապետ Լևան Գելաձեն։ Հետաքննչյան պարզվել է, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին Խվարելիում կենցաղային հարցերի շուրջ ծագած կոնֆլիկտի արդյունքում Նիկա Զաուտաշվիլին, Գիվի Զաուտաշվիլին եւ Լևան Գելաձեն նախ ունեցել են լեզվակռիվ, ապա քաշքշուկ։ Նույն բախման ժամանակ Նիկա Զաուտաշվիլին բութ առարկայով վնասել է Լևան Գելաձեին։ Ոստիկանությունը 3-ին էլ ձերբակալել է որպես մեղադրյալ։ Քութայիսի վերաքննիչ դատարանը սկսել է քննել Մզիա Ամաղլոբելիի վերաքննիչ բողոքը, զեկուցողն էր դատավոր Նիկոլոզ Մարգվելաշվիլին։ Դատարանը քննում է Մզիա Ամաղլոբելիի փաստաբանների կողմից ներկայացված հայցը, որը նրանք բողոքարկել են Բաթումիի քաղաքային դատարանի կողմից օգոստոսի 6-ին կայացված դատավճիռը, որով Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Մզիա Ամաղլոբելին սկզբում վարչական կարգով ձերբակալվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Բաթումի ոստիկանության գլխավոր վարչության մոտակայքում հունվարի 11-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Այնուհետև ազատ էր արձակվել գրավոր դիմումի հիման վրա, իսկ ավելի ուշ կրկին ձերբակալվել էր ոստիկանի նկատմամբ հարձակման մեղադրանքով, որը նախատեսում էր 4-ից 7 տարվա ազատազրկում։ Դատավոր Նինո Նամեշվիլին վերավորակավորել էր,
Մզիա Ամաղլոբելիի առաջադրած մեղադրանքները 353-րդ պրիմա հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակմանը եւ մեղավոր է ճանաչել նրան 353-րդ հոդվածի առաջին մասով։ Խոսքը վերաբերում է հասարակական կարգի պաշտպանի կամ այլ պետական պաշտոնյայի նկատմամբ դիմադրությանը, սպառնալիքին կամ բռնությանը։ Մզիա Ամաղլոբելիին գործընկերները ժամանել էին Քութայիսի նրան աջակցելու համար։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել դատական նիստի։ Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ Գաբոր Բորոնդիի հետ։ Իրակլի Չիկովանին շնորհակալություն է հայտնել հունգարական կողմին Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցության համար եւ ուշադրություն հրավիրել երկրների միջև համագործակցության դրական դինամիկայի վրա։ Նա ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի եւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթերի կարեւորությանը։ Զրույցը անդրադարձել է տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության միջավայրին։ Նախարարի հետ հանդիպումից առաջ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցել Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ներքին գործերի նախարարության Թբիլիսի եւ Աջարիայի ոստիկանության վարչությունների աշխատակիցները թմրանյութերի հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են 7 անձի։ Ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Մեղադրվում են հատկապես խոշոր չափի թմրանյութերի, հոգեմետ նյութերի, ապօրինի ձեռքբերման, պահպանման, վաճառքի եւ վաճառքին նպաստելու մեջ։ Մեղադրյալների անձնական եւ բնակելի տների խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները առևանգել են վաճառքի համար պատրաստված տարբեր տեսակի թմրանյութերի առանձնապես մեծ քանակություն։ Առևանգել են նաև թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Հանցագործությունը պատժում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 1985 թվականին ծնված անձի, որը նախկինում դատապարտվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահպանման, ինչպես նաեւ դրանց ապօրինի վաճառքին նպաստելու եւ առանձնապես խոշոր քանակությամբ թմրանյութ պարունակող բույսի ապօրինի աճեցման մեջ։ Հետաքննչությամբ պարզվել է, որ մեղադրյալը իր բնակելի շենքի տարածքում գտնվող հողամասում գաղտնի կերպով հատուկ ջերմոցում է կազմակերպել խորը հողի մեջ, որտեղ նա ապօրինի տնկել եւ աճեցրել է առանձնապես խոշոր քանակությամբ թմրանյութ պարունակող բույս։ Հետաքննչյան գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները նաև առևանգել են թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Հանցագործությունը պատժում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 5 անձի 2,741,000 լարի արժողությամբ հողամասերի խարդախությամբ ձեռքբերման մեղադրանքով։ Քվեմո Քարթլիի տարածաշրջանային դատախազության կողմից անցկացված հետաքննչությամբ պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները տուժածին պատկանող հողամասերը խարդախությամբ ձեռքբերելու նպատակով նոտարին մոլորեցնելով կազմել են կեղծ լիազորագիր։ Իրավապահ մարմինները ձերբակալել են 2 մեղադրյալի, իսկ 3 անձի նկատմամբ հեռակա կարգով քրեական հետապնդում է սկսվել։ Մեղադրանքները նախադեсում է մինչև 10 տարի ազատազրկում։ Դատախազության միջնորդության հիման վրա դատարանը արդեն իսկ բոլոր 5 մեղադրյալներին դատապարտել է ազատազրկման որպես խափանման միջոց։ Թբիլիսիի Ռուսթավելիի անվան թատրոնի մեծ բեմում կայացավ Պեպո ներկայացման առաջնախաղը։ Պիեսը Գաբրիել Սունդուկյանի հանրահայտ գործերից մեկը բեմադրել է ռեժիսոր Արմեն Բայանդորյանը։ Թեև պատմությունը գրված է ավելի քան 1 դար առաջ, այն այսօր էլ զարմացնում է իր արդիականությամբ։ Այսօր շատ կարևոր է թատրոնի երիտասարդների համար, որպեսզի բեմում հենց իրենց կերպարներով ծանոթանան մեր հայ դասականներին եւ առաջերտին իհարկե հայ թատրոնի հիմնադիրներից մեկի մեծ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի հետ։ Եվ այսօր ես
շատ հպարտ եմ իմ երիտասարդներով, որոնք կարողացան այդ ծանր բեռի տակից դուրս գալ եւ դուք տեսաք թե ինչ բուռն ծափերով ընդունեցին մեր երիտասարդ դերասաններին եւ սա թատրոնի հաղթանակն է եւ սա հաղթանակն է նաեւ մեր հանդիսատեսի, որովհետեւ բոլոր դեպքերում մենք վախ ունեինք, որովհետեւ Սունդուկյանի բարբառը արդյոք այսօր կարող էր ընկալել այսօրվա սերունդը թե ոչ, բայց փառք Աստծո, ուրեմն դեռ Թիֆլիսի հայոց լեզուն գոյություն ունի, Թիֆլիսյան բարբառը գոյություն ունի։ Իսկ ինչ վերաբերում է ներկայացմանը, ապա մենք նոյեմբերի 25-ին մեկնում ենք Երևան մասնակցելու թատերական փառատոնին, միջազգային թատերական փառատոն է կայանալու Երևանում, որտեղ խաղալու ենք նույն ներկայացումը նոյեմբերի 26-ին եւ համոզված եմ, որ այնտեղ եւս ներկայացումը կունենա իր հերթական հաջողությունը։ Գլխավոր դերերում հանդես եկած դերասանները պատմում են, որ յուրաքանչյուր փորձ նրանց համար որոնում էր, ինչպես դարձնել կերպարները կենդանի, ինչպես զգալ այն ներքին ճշմարտությունը, որի համար Պեպոն պատրաստ էր ամեն ինչի։ Ներկայացումը առավել քան պատասխանատու էր, Սունդուկյան ենք հանում վերջո Պեպո, մի քանի սերունդներ շարունակ տվել ներկայացումը բեմադրվել էր տարբեր, այսպես ասած, տեսանկյունից, բայց ամենարժեքավորը տվյալ դեպքում կայանում էր նրանում, որ կարողացանք յուրովի մատուցել հանդիսատեսին, այսինքն ըստ ժամանակի հետ պետք է քայլես։ Ինչ վերաբերվում է, այսպես ասած, ժողովուրդ հանդիսատեսի մեկնաբանությանը, ֆիդբեքին, ինքը շատ տարբեր էր, այսինքն ներկայացման սկզբից այլ էր, ներկայացման ընթացքում այլ էր եւ վերջում լրիվ վար, այսինքն այնտեղ կար հույս, թե դրական, թե բացասական, թե ծիծաղ, թե ինչ-որ միտեղ ինչ-որ արդյունքի կաթիլներ, դա շատ կարևոր էր։ Առավել կարևոր է, քանի որ մենք հետագայում այս ներկայացումը խաղալու ենք մեր մայր հայրենիքում Հայաստանում, Երևանյան ֆեստիվալում եւ հույս ունենք, որ այնտեղ եւս ըստ այդմ կընդունվի։ Ներկայացումը համադրելով դասական թատերական ձևերը եւ ժամանակակից ռեժիսորական լուծումները ազդեց իր անկեղծությամբ, հուզական խորությամբ եւ հայկական հոգեվոր լիցքով, որը նույն ուժով հնչեց նաեւ Թբիլիսիի բեմում։ Ինձ թվում է բոլորը հասկանում են, թե Գաբրիել Սունդուկյանը ինչ նշանակություն ունի հայոց գրականության եւ հատկապես թատերական արվեստում։ Այնպես որ խաղալ գլխավոր դեր նման պիեսում դա իհարկե առաջի հերթին մեծ հուզմունք է, մեծ պատասխանատվություն է, հենց դրա համար էլ մեծ հուզմունք է ու շատ դժվար էր այդ ամենը հաղթահարել, բայց երկար ճանապարհ անցանք ու ես հուսով եմ, որ մեր մոտ բավականին մակարդակով ստացվեց եւ հանդիսատեսը կարծես թե դա գնահատեց եւ շատ ուրախ եմ։ Այս պահին արդեն այդ հուզմունքը անցել է եւ մնացել է միայն ուրախությունը կապված այս տոնի հետ, ինչ մենք այսօր ունենք։ Հանդիսատեսը ներկայացումը դիմավորեց երկարատև ծափերով։ Շատերը չէին թաքցնում իրենց հիացմունքը, նշելով, որ բեմում տեսել են ոչ միայն սիրելի դասական պատմություն, այլև իրական զգացմունք, կենդանի էմոցիա եւ ազգային ինքնության ուժը։ Նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում Պեպոյի մասին, դուրս էին գալիս դահլիճից հուզված եւ ներշնչված։ Պեպոն Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ հիշեցում է. ժամանակները փոխվում են, բայց մարդու խիղճը, բարությունը եւ արժանապատվությունը մնում են հավերժ արժեքներ։